Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան։ Նախ եւ առաջ ես կուզեի շնորհավորել ձեզ ընտրական հաղթանակի կապակցությամբ այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին ամրությունը Հայաստանի ժողովրդավարության Թավշյա հեղափոխության ոգին, որը դուք առաջնորդեցիք 18 թվականին, կենդանի է եւ բարգավաճում է։ Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության բարեփոխումների խաղաղության ուղով եւ ավելի սերտ համագործակցության Եվրոպայի հետ գործընկերության։ Ես այստեղ ասել եմ, որ դուք կարող եք մեզ, ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միություն, Հարավային Կովկասն է նաեւ ավելի մերձենում։ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը անցյալ տարի պատմական իրադարձություն էր։ Ամենակարևոր քայլերից մեկը, որ այս ռեգիոնը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում։ Նույնը վերաբերում է նաև շարունակական նորմալիզացիային հարաբերություններին Թուրքիայի հետ։ Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն եւ առաջնորդություն, եւ ես գիտեմ, որ դրա պատողները տպավորիչ կլինեն։ Բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում, եւ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականները իրականություն դարձնել։ Ահա թե ինչու ես հայտարարեցի նոր 200 միլիոն եվրոյի գլոբալ դարպասներ փաթեթ փոխկապակցության միջոցով խաղաղություն հաստատելուն նվիրված։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք զորագրել ընդհանուր մինչև 2 միլիարդ եվրո ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների եւ թվանշային պրոյեկտների համար ամբողջ Հարավային Կովկասով մեկ։ Հայաստանում այն կարող է սատարել ընթացքում գտնվող եւ նախապատրաստվող ծրագրերին ներառյալ սահմանային անցակետերը եւ ճանապարհային ենթակառուցվածքը։ Մենք կառուցում ենք իրական ֆիզիկական ենթակառուցվածք խաղաղությանը նպաստող։ Միաժամանակ մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև։ Ուստի ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղության նպաստող ծրագիր, որը նպատակ է հետապնդում օգտագործել են համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են։ Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսության փոքր եւ միկրո ձեռնարկություններին, օրինակ նոր ֆերմերական խոհագործական տեխնիկաներ ողջագրելու, ջրային ռեսուրսների կառավարման, նոր տեխնիկաներ ձեռք բերելու։ Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում եւ նաեւ նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար։ Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափել աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի եւ հաջորդ սերնդի սրտերում եւ մտքում։ Դառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից։ Համարյա տնտեսական բռնության սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական միությունը առաջ է գալիս, քայլ է անում եւ ես այստեղ մի երկու բան ունեմ հայտարարելու։ Նախ եւ առաջ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնելու ամրացնել եւ բազմազանեցնել ձեր առևտուրը։ Ֆինանսավորումը կարող է օրինակ օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի արտահանման հզորությունները հայկական բիզնեսների խթանվեն։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։ Երկրորդը, մենք եւս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում այսպես կոչված ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է ATM անգլերեն։ Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80% դեպի Եվրոպական միություն։ Սրանով սա նշանակում է, որ 80% ձեր առևտրի մեզ հետ այժմ փսակագների ենթակա չի լինի։ Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ապահովում են ռուսական շուկայի վրա, եւ դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկան 450 միլիոն սպառողների
ընդգրկմամբ այս միջոցը կբացի Եվրոպայի դռները համարյա 99%-ի Հայաստանի թարմ գյուղամթերքի, բանջարեղենի, մրգի եւ բուսական ծագման արտադրանքների, որոնք միջ այդ Ռուսաստան էին արտահանվում, դուրը բացելու ավելի քան 90% ձեր խմիչքների եւ ոգելից խմիչքների արտահանման համար Եվրոպական միության միասնական շուկան։ Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի եւ ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ժամանմանը մեր շուկա, եւ սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդհանրապես սկիզբն է։ Այս նոր միջոցով դուք մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու եւ արագ բազմազանեցվելու։ Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան, աշխատելու ուղղակի ձեր արտադրողների հետ եւ ձեր ձեռնարկությունների եւ արտահանողների հետ, օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որը արտոնյալ գործընկերությունը Եվրամիության հետ կարող է առաջարկել։ Պարոն վարչապետ սիրելի Նիկոլ, հունիսի 7-ին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը, ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումները եւ խաղաղությունը, նախընտրելով բաց, ներառողական, ողջունող հասարակություն եւ գործընկերություն Եվրոպական միության հետ։ Մենք միասին այժմ այդ նկարտումները պետք է վերափոխենք իրական արդյունքների, դու կարող եք մեզ ապավինել դրանով։